Կոնգրեսում ունեցած ելույթում ԱՄՆ նախագահը մեղադրել է Իրանին այնպիսի հրթիռներ մշակելու համար, որոնք կարող են սպառնալ Եվրոպային Միացյալ Նահանգների արտասահմանյան բազաներին ու շատ մոտ ապագայում նաև հենց ԱՄՆ-ի տարածքին։ Նրանք շարունակում են միջուկային ծրագրի մշակումը, այժմ բանակցություններ ենք վարում, նրանք ուզում են գործարք կնքել, բայց դեռ չենք լսել խոսքերը, որ նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա վստահեցրել է, ցանկանում է լուծել Թեհրանի հետ տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով, սակայն ոչ մի դեպքում թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ։ Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ից հայտարարել են Թեհրանը պատրաստ է հնարավորինս շուտ համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ։ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի խոսքով հարկավոր է հասկանալ, որ պատերազմը սկսելը հեշտ է, շատ ավելի բարդ է այն ավարտելը։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ համոզմունք է հայտնել, որ հնարավոր է հասնել գործարքի։ Նա տեղեկացրել է, որ Վաշինգտոնի թիմի հետ բանակցությունները կշարունակվեն։ Բազմիցս ասել ենք, Իրանը երբեք ոչ մի պարագայում միջուկային զենք չի մշակի, իսկ միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման իրավունքից չենք հրաժարվի, շեշտել է Արաղչին։ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը, հայտարարել Վաշինգտոնը ջանասիրաբար աշխատում է սպանություններն ու կոտորածը դադարեցնելու ուղղությամբ։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմում ամեն ամիս զոհվում է 25,000 զինվոր։ Նման բան երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահը, կրկնել է Սպիտակ տան ղեկավարը։ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցություններում ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆն էլ հաստատել է, որ այս շաբաթ մեկնելու է Ժնև, Թեհրանի եւ Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար։ Իսկ առաջիկա 10 օրվա ընթացքում կարող են կայանալ Ռուսաստանի հետ մեր եռակողմ բանակցությունները, հավելել է Թրամփի բանագնացը։ Նաև նրա խոսքով Վաշինգտոնում հավատում են, որ հնարավոր կլինի կազմակերպել Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը լուծելու գլխավորապես տարածքների հարցը։ Բանակցային գործընթացը մեկնաբանել է Վոլոդիմիր Զելենսկին, նրա խոսքով հիմնականում կենտրոնացած են տարածքային խնդիրների վրա, որոնց մաս է նաև Զապորոժիեի ԱԵԿ-ը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն Անկարայում ընդունել է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոսկվայի հետ բանակցություններում Կիևի բանագնաց Ռուստեմ Ումերովին։ Կողմերը քննարկել են Ժնևում Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան եռակողմ բանակցությունների արդյունքները, ընդհանուր առմամբ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Անդրադարձել ենք հետագա քայլերի համակարգմանը եւ դիվանագիտական գործակցության հեռանկարին։ Կենտրոնացել ենք մարդասիրական հարցերի վրա, հայտնել է Ումերովը։ Նա շնորհակալություն է հայտնել Թուրքիային հակամարտության հարցում հետևողական դիրքորոշման համար։ Ումերովը Telegram ալիքում գրել է, որ 2022 թվականին Թուրքիան փակեց Բոսֆոր եւ Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար, ինչը կարևոր քայլ էր Սևծովյան տարածաշրջանի անվտանգության համար։ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին ընդունել է նաեւ Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալենը։ Ի թիվս այլնի քննարկվել է գերիների հարցը։ Բրազիլիայի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ եւ սողանքներ են առաջացել։ Հայտնի է ավելի քան 30 զոհի մասին, մի քանի տասնյակ մարդ անհետ կորած է համարվում։ Երթևեկությունը խափանված է, կան մասշտաբային ավերածություններ։ Որոշ շրջաններում բնակելի շինություններ անցել են ջրի տակ, շուրջ 3000 մարդ մնացել է անտուն։ Տեղական իշխանությունների տվյալով հաջողվել է փրկել 200-ից ավելի մարդու։ Տուժած շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։ Իշխանությունները զգուշացրել են, որ աղետի հետևանքով զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատ համայնքներ հասանելիությունը դեռևս սահմանափակ է։ Դիանա Գասպարյան, լուրեր։